Օգոստոսի 8-ին ձեռք բերված հայ-ամերիկյան համաձայնությունները մտնում են գործնական փուլ։ Իմ ունեցած տեղեկություններով արդեն հունվար-փետրվարին նախատեսվում է Թրամփի ուղու հիմնարկեքը։ Սա իրապես աննախադեպ արագություն է, որը կարող է փոխել Հայաստանի տնտեսական եւ անվտանգային միջավայրը, քարտեզը, բայց կա մի մեծ բայց։ Այս պահին այդ գործընթացի հետևում չկա բավարար քաղաքական եւ հասարակական աջակցություն ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում։ Եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք ունենալ պատմական հնարավորություն, բայց չունենալ այն պաշտպանող քաղաքական լայն ճակատ։ Մեզ պետք է, որ օգոստոսի 8-ի խաղաղության օրակարգը պաշտպանող ուժերը լինեն ոչ թե մեկ, այլ մի քանի կուսակցություններ ներկայացված խորհրդարանում, որոնք կունենան լայն վստահություն եւ լեգիտիմություն։ Օգոստոսի 8-ը եւ խաղաղության գործարքը չեն կարող կախված լինել միայն մեկ քաղաքական ուժից։ Սա համազգային քաղաքական օրակարգ է, եւ եթե ուզում ենք, որ ամերիկյան եւ եվրոպական աջակցությամբ ձևավորվող նոր քաղաքական իրականությունը շոշափելի իրողություն դառնա Հայաստանի անվտանգության համար, պետք է այսօր իսկ ձևավորենք այն ուժերի լայն դաշինքը, որոնք կանգնած են օգոստոսի 8-ի պաշտպանության կողմում եւ պատրաստ են այդ ճանապարհը անցնել մինչեւ վերջ։